Հետաքրքիր է նաև այն, որ տեսեք, պարոն Ապետյան, պատերազմի մեկնարկից ի վեր, երբ հայտնի դարձավ, առաջին օրվա վերջին արդեն հայտնի դարձավ Ալի Խամեյնիի նահատակության մասին, արևմտյան մեդիայում հիմնականում մի քանի անուններ էին շրջանառվում, հավանական ժառանգորդ որպես, եւ նշվում էր նաև հենց իր որդու Մոջթաբա Խամեյնիի մասին, չնայած որ նշվում էր իսլամ աշխարհում հորից որդուն իշխանություն անցնելու գործընթացը չի ողջունվում։ Անընդունելի է նույնիսկ եթե ավելի խիստ ասեմ, այո։ Բայց այնուամենայնիվ ելնելով միգուցե ֆորս մաժորային այս իրավիճակից տեղ ունեցավ դա եւ Մոջթաբա Խամեյնին ինքը բավական հետաքրքիր կերպար է։ Իսկ հիմա այդ մարդուն նայենք ոչ թե որպես իր հոր զավակ, նայենք անց, որը անցել է ճանապարհ։ Այո։ Որտեղ փորձագետների խորհուրդն է չէ որոշել 80 հոգի։ Իսկ դա մի հոգի չի, երկու հոգի չի, երեք հոգի չի։ 80 մարդ որոշում են ով է դառնալու այդ երկրի գլուխը կամ եւ նաեւ հոգեվոր առաջնորդը։ Իսկ չափորոշիչներ է չէ հստակ դրած։ Եվ ինքը միակ տեխնացուն չէ, դե 3-4 տեխնացու է եղել։ Եվ տեսեք այս անձնավորությունը իդեպ իրական բավական լուրջ ճանապարհ անցած անձնավորություն է, լինելով 56 տարեկան, նա հոգևոր ծառայություն իրականացնելով, նաև դասախոսելով աստվածաբանություն եւ մասնակցել է նաև Իրաքո-Իրանյան պատերազմին 80-ականներին եւ շատերի գնահատմամբ Մոջթաբա Խամեյնին, ով երբեք չի զբաղեցրել պաշտոններ իրանական համակարգում, բայց ունեցել է գորշ կարդինալի դիրքավորում եւ լինելով ստվերում հսկայական ազդեցություն է ունեցել էլիտայի որոշումների կայացման վրա։ Իդեպ հետաքրքրական է, որ շատ էր խոսում, որ հենց իսլամական պահապանների կորպուսն է աջակցել իր տեխնացությանը, այսինքն էլիտայի ուժային բլոկը։ Եկեք ուրիշ ձև ասենք, պահապանների կորպուսի տեխնացուն կոնկրետ ինքն է, ոչ թե աջակցել է, կորպուսը անուղղակի իրավունք ունի ունենալ իր տեխնացուն։ Այ իր տեխնացուն այսօր Արաքբարն է։ Հիմա Իրանը փաստացի ունի առաջնորդ, ում կնոջը սպանել են ամերիկացի, մոտիվացիա ունի որջ, ում հորը սպանել են ամերիկացի կամ իսրայելցի, այո, ում էլի ընտանիքի բազմաթիվ անդամների ֆիզիկապես ոչնչացրել են եւ ինչպես կարելի է պատկերացնել հիմա իրադարձությունների ընթացքը, եթե հաշվի առնենք, որ այո նա ունի վրեժ լուծելու։ Առավելս որ պետական մակարդակով վրեժի դրոշը կամ հատուցման դրոշը, կարմիր դրոշը մոսկիթի վրա երրորդ օրը բարձրացվեց։ Այսինքն սա արդեն այդ անձի որոշելիքը չի, դա պետական քաղաքականություն է։ Եվ հետո որոշվելու է արդյոք վրեժը արվել է, հատուցումը իրենք ստացել են թե չէ։ Այսինքն դա մի կարմիր գիծ է, որտեղ շատ դժվար է հետո հետնահանջանել, որտեղ դու վերջին հաշվով սա միայն Իրանի քաղաքացիների մասին չի, սա շիա աշխարհի վերաբերող սրբազան պատերազմն է եւ վրեժի կամ հատուցման գործողություններին գնալը։ Այո, այս առումով ԱՄՆ-ին փաստորեն Իրանը առավել կոշտ գծի հետևորդի ընտրություն կատարեց եւ իր որոշումով է, որ այսուհետ ամերիկյան բազաներին եւ Իսրայելի տարածքին հարված է լինելու նվազագույնը 1 տոննա պայթուցիկ ունեցող ծանր հրթիռներով, այդ նվազագույնը 1 տոննա։ Իրենք ունեն մինչև 3-3.5 տոննա, դա ահավոր ավեր է։ Բունկերները բան ուղղակի շատ խոր բան անում էլի, այսպես ասեն, ոչնչացնում է, հա, այլ չեմ ասում ամբողջ թաղամասեր, մի այդպիսի հրթիռը մի ամբողջ թաղամաս կարող է բնակելի ոչնչացնել։ Եվ այս առումով ուղղակի Իրանը ցույց է տալիս, որ իրենք գնալու են մինչև հաղթական ավարտ։ Այսինքն որը կլինի հաղթանակը զս իրենց համար։ Ես կարծում եմ հաղթանակը իրենք ձևակերպել են առանձնապես չեն թաքցնում։ Այն պայմաններ, որ ասել են, ճանաչել ագրեսիա ԱՄՆ Իսրայելի կողմից, երաշխիքներ, որ այսուհետ իրենք իրենց նկատմամբ չեն հարձակվելու, թե ու տալու է երաշխիքները դեռևս պարզ չի։ Երրորդը փոխհատուցում,
4-րդը միջուկային ծրագրերի անխափան կատարում, որից առանց խոչընդոտի արևմտյան երկրների, եւ 5-րդը, որը 2 օր առաջ Ռախբարը նորընտիր հոգեոր առաջնորդը փոխանցել է, դա ծոցի երկրները այլևս չպետք է իրենց տարածքում ունենան ամերիկյան բազաներ։ Սա է պահանջները։ Հիմա ինչքանով այս պահանջներից հետ կանգնեն միջնորդ պետության կամ պետությունների կամ ՄԱԿ անվտանգության խորհրդի միգուցե մշտական անդամ երկրների միջնորդությամբ բանակցությունների ընթացքում դժվարանում եմ ասել, բայց այս պահին ակնհայտ է հիմա որ ռազմական գործողությունները շարունակվում են ռեսուրս ունենալու երկրների իրենց կարողականությամբ։ Ընդ որում այստեղ ես նորից եմ ասում, Իրանը բավականին շահեկան վիճակում է։ Եվ դրա համար Միացյալ Նահանգները ճանապարհներ, երկեր, ամեն ինչ փնտրում են, որ այս ամեն ինչը կանգնի։ Հիմա կարող է սկզբունքորեն այդ 5 պայմանները, որ Իրանը դրել է, ինչ որ պայմաններ միջանկյալ ձևով կատարվի, կիսատ կատարվի կամ չգիտեմ, բայց ակնհայտ է, որ պայման թելադրողը այս պայն Իրանն է եւ պատերազմը ավարտող Իրանն է։ Օրինակ, եթե Իրանը ասում է ոչ, ես իմ 5 պայմանն է, եթե որից է ձևով 5-ից մեկը չի կատարվում, ես հետ քայլ չեմ անելու, նշանակում շարունակվելու է, չէ՞։ Այսինքն ԱՄՆ-ը այս պահին փակուղում է գտնվում։ Ասենք ով կարող է Իրանի վրա ճնշել։ Ես կարծում եմ ոչ որից մեկը։ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները կարող են խորհուրդ տալ, հորդորել, բայց ոչ պահանջ եւ պայման դնել, ասել որ դու այսպեսի բան չես անելու։